Արմավիրի մարզի շուրջ 20 հասցեում խոզարկություններ են իրականացվում, Ֆակտոր TV-ին հայտնել են ներքին գործերի նախարարությունից։ Իրավապահների գործողությունների պատճառը հայտնի չէ։ Գերատեսչությունը չի հաղորդում նաև, թե որ բնակավայրերում են անցկացվում խոզարկությունները։ Ավստրիայի Սանկտ Փյոլթեն քաղաքում հրավիրված եպիսկոպոսաց հավաքն ավարտել է աշխատանքները, տարածված հայտարարությամբ եպիսկոպոսաց դասը խորը մտահոգություն է հայտնել եկեղեցի պետություն հարաբերությունների ներկա իրավիճակի առնչությամբ, կոչ է արել Հայաստանի իշխանություններին դադարեցնել եկեղեցու հանդեպ հալածանքները եւ հարգել եկեղեցու դարերով ամրագրված ինքնիշխանությունն ու ինքնավարությունը, վերջ դնել շինծու մեղադրանքներով ու զրպարտություններով եկեղեցականների եւ ամենայն հայոց հայրապետի նկատմամբ բռնաճնշումներին, ինչպես նաեւ ազատ արձակել կալանավորված եկեղեցականներին։ Վաշինգտոնում մի խումբ ադրբեջանցի ընդդիմադիրներ փորձել են բողոքի ակցիա իրականացնել այն հյուրանոցի մոտ, որտեղ հանգրվանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ցուցարարները վանկարկել են ազատություն քաղ բանտարկյալներին, սակայն Ալիևի թիկնապահները նրանց փողոցում բռնության եւ ծեծի են ենթարկել։ Ալիևը Վաշինգտոնում մասնակցում էր Խաղաղության խորհրդի առաջին նիստին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանին կոչ է արել համաձայնության հասնել իր միջուկային ծրագրի շուրջ եւ Թեհրանին 10-ից 15 օր ժամանակ է տվել, հակառակ դեպքում սպառնալով հարվածներով։ Վաշինգտոնում Խաղաղության խորհրդի առաջին նիստի ժամանակ նա նաև հայտարարել է, որ առաջիկա 10 օրվա ընթացքում պարզ կլինի արդյոք Իրանի հետ համաձայնություն ձեռք բերվել է, իսկ եթե դա տեղի չունենա, վատ բաներ կպատահեն։ Տարածաշրջանում Միացյալ Նահանգների կողմից ռազմական ուժի կուտակման ֆոնին արևմտյան լրատվամիջոցները հաղորդում են Թեհրանի վրա հարձակվելու Վաշինգտոնի ծրագրերի մասին, միաժամանակ ընդգծելով Թրամփը դեռևս վերջնական որոշում չի կայացրել։ Մեծ Բրիտանիայի Չարլզ III թագավորի եղբայր Էնդրու Մաունտբաթեն Վինդզորն ազատ է արձակվել, նրա նկատմամբ հետաքննություն է սկսվել։ Նախորդին նա ձերբակալվել էր պետական պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կասկածանքով, ոստիկանությունը հայտնել է Նորֆոլքի կալվածքում խուզարկություններն ավարտելու մասին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ոստիկանությունը հետաքննում է Էնդրուի կապերը սեռական հանցագործությունների համար դատապարտված ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի հետ, ինչպես նաև մեղադրանքներն այն մասին, որ Մեծ Բրիտանիայի միջազգային առևտրի եւ ներդրումների հարցերով հատուկ ներկայացուցիչ պաշտոնում ծառայելիս նա կարող էր չարաշահել պետական պաշտոնեական լիազորությունները եւ ծառայողական գաղտնիքներ փոխանցել Էփշթեյնին։ Նախկին արքայազնը հերքում է բոլոր մեղադրանքները։ Ռուս-վրացական սահմանային վերին լար ստանող Ստեփանցմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը։ Հայաստանի տարածքում փետրվարի 20-ից 3-ը, 21-ին, 22-ի գիշերը եւ 24-ից 3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 22-ից 3-ը, 23-ին առանձին շրջաներում տեղումներ կլինեն։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-ին կշարունակի նվազել 4-ից 5 աստիճանով։ Երևանում այսօր եւ վաղը տեղումներ չեն սպասվում։ Այսօր ցերեկը մայրաքաղաքում կլինի 12-ից 14, երեկոյան ժամերին 6-ից 8 աստիճան տաքություն։